Ինչպես ասում են, ամեն ինչ կսպասենք, բայց ոչ այսքան։ Արշակ Սրբազանին ձերբակալել են հենց քննչական կոմիտեում։ Այստեղ ժամը 16-ի սահմաններում հարցաքննության էր կանչվել հայտնի տեսագրությունների գործով։ Մասնավորապես հարցերը վերաբերվում էին այն հայտնի վատ փորձաքննության եզրակացությունից հետո իր դիրքորոշմանը։ Ավարտեցինք այդ հարցաքննությունը, դուրս եկանք, այստեղ դուրս էին գալիս արդեն շենքից եւ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մոտեցան եւ հայտարարեցին, որ Արշակ Սրբազանը ձերբակալված է։ Հետո պարզ է դարձել, որ Սրբազանի ձերբակալությունը կապ չունի հայտնի տեսագրությունների հետ։ Արշակ Սրբազանը 2018 թվականին վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկի պայուսակում իբր թմրամիջոց է դրել այդ քաղաքացուն վարկաբեկելու նպատակով։ Այսինքն ըստ էության մեղադրվում է թմրամիջոցներ իրացնելու հոդվածով։ Հիմա այս պայն Սրբազանը ձերբակալված է, այսօր 24 ժամվա ընթացքում պետք է դատարանում քննվի նրա կալանավորման հարցը, որովհետև ձերբակալությունը կալանավորման նպատակով է իրականացվել։ Փաստաբանը գրեթե կասկած չունի, որ Արշակ Սրբազանին կալանավորելու հարցն էլ քննելու է իշխանության սրտի դատավոր համարվող Մասիս Մելքոնյանը։ Որովհետև այսօր հերթապահ դարձրել են Ավանի դատարան։ Արշակ Սրբազանի հետ կատարվողը քաղաքական հետապնդում է, համոզված է փաստաբանը։ Արշակ Սրբազանին իր հայտնած դիրքորոշումների եւ այս իշխանության նկատմամբ իր ունեցած վերաբերմունքի պատճառով է, որ այս անհեթեթ մեղադրանքով այսօր ձերբակալեց։ Արփիս Քեսյան, Հայկ Ավանեսյան, Միլենա Պողոսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։